Գործընկերներ ջան, նախ շնորհակալ ենք, որ այսքան ժամանակ լուսաբանում եք ստեղծված իրավիճակը, որը իսկապես մարդկայնորեն մեղմ ասած արտառոց է։ Պարոն Ֆերոյանը ի սկզբանե հենց առաջին պահից ներգրավել էր որպես պաշտպան, մի կարճ ժամանակ անց արդեն հնարավորություն ունեցանք նաև այլ գործընկերներով ևս ներգրավել։ Մեղադրանքը կարծես թե արդեն բոլորի համար բացահայտված է, ենթադրաբար բարեգործության արգելքի խախտմանն է վերաբերում։ Մենք նախաքննական գաղտնիքից ելնելով շատ փակագծեր այս պայն սահմանափակված ենք ներկայացնելու, բայց մի բանը հստակ է, որ այն ինտենսիվությունը, որը փոխանցվեց այս գործին, որի ոչ մի հիմնավորում առկա չէ, դա հստակ է եւ փաստ է։ Որ պատկերացնեք, մենք գործ ունենք մարդկային տեսանկյունից շատ ծանր իրավիճակի հետ։ Գոհարը հարցաքննելու կամ հարցաքննվելու նույնիսկ օբյեկտիվ հնարավորություն չուներ, զուտ մարդկայնորեն եմ ուզում նշել, որովհետև իր ամբողջ միտքն երեխայի հետ է կապված։ Մենք խոսում ենք փետրվարի 20-ին ծնված երեխայի մասին։ Մանկահասակ եզրույթն էլ նույնիսկ տեղին չի, շատ փոքր երեխայի մասին ենք խոսում, նորածնի մասին ենք խոսում։ Այս իրավիճակում իսկապես ես չգիտեմ, պարոն Ֆերոյանը իր փորձում ունեցել է արդյոք նման իրավիճակ, ես չեմ ունեցել, որ կարողանաս անձին նման իրավիճակում պաշտպանես, երբ մարդկային, մայրական իրենց հոգեվիճակը թույլ էլ չի տալիս դա։ Այս պայդրությամբ դեռևս գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեի Մոսկովյան 1 հասցեում գտնվող շենքում։ Արի շարունակեմ ես։ Ֆերոյանը թող շարունակի։ Արգելի գործընկերներ, բացի այդ էմոցիոնալ մասից, հա, որ